Արևը ծագեց։ Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, բարի և խաղաղ կիրակի բոլորիս։ Րոպե արևը վերաբարձրանում և շուտով օրը կտաքանա։ Իմ շնորհ գյուղի լեռնաշղթան խաղաղ և հանգիստ օր է բացվել։ Մեր խեչի դոշը Սուրբ Սարգիս մատուռը։ Աստված օգնի բոլորիս, սիրելի հետևորդներ ջան։ Թող այս բացվող օրը բոլորիս սեր ու երջանկություն բերի, աշխարհին խաղաղություն բերի։ Հրաշալի, արևածագը դիմավորեցինք միասին, գիշերը լավ ցուրտ ա եղել, ահա խոտերն էլի սպիտակել են, տեսնենք երբ ձյուն կգա, ես որ ուզում եմ, որ ձյուն գա, ձյունը առատություն է, ձյունը ուրախություն է, գիշերվա այդ ցրտից պատուհանները լավ քրտնել էր, քանի որ վերանորոգումից նաև գոլորշի է առաջանում, ճիշտ ակազի պետք ամբողջ գիշեր միացրած եմ թողնում, բայց քանի որ դրսում սաստիկ ցուրտ է, արդեն գոլորշին էլ պատուհաններին հավաքվում է, հասցրել եմ երկու կողմը սրտիկ նկարել գոլորշի վրա, հիշելով իմ մանկության այն տարիները, երբ որ մեր պատուհանները եվրոպատուհան չէր, ամեն դեպքում արանքներից քամին փչում էր, այդ մեխով էր ամրացրած, չէ, հիշում եք, ապակիները մեխով էին ամրացրած, իսկ հիմա հերմետիկա գոլորշին ներսում է մնում ու չի սառեցնում, իսկ այ մեր մանկության տարիներին ոնց էր չէ զարդարվում մեր պատուհանները, երբեմն առավոտ շուտ ուզում էինք քնել, բայց գիտեինք, որ գոլորշու վրա աշխեր է առաջանալու, առանց հասկանալու, թե դա ինչ երևույթ է, մեր համար դա հրաշք էր համարվում։ Երանի այդ տարիները, չէ, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում միշտ էլ բոլորս էլ մեր այդ ապրած տարիներին երանի ենք տալիս։ Ծաղիկներս այստեղ իրենց շատ լավ են զգում։ Հիմա ուզում եմ մի փոքր պտտել, որ կարողանամ ցիկլամենի թուփը ամբողջովին պտտելով ցույց տալ ձեզ, որը նման է քանդակի, ահա, հենց որ առաջի անգամ այս ծաղիկը ես տեսա, առաջի խոսքս դա էր, նման է քանդակի, սիրուն, որոշ կոկոմներ մեծացել են արդեն շուտով կբացվեն, իսկ մյուսները տերևների ներքևում են, քանի որ այս ծաղիկը չի սիրում իրեն շատ այս ու այն կողմ տանել, որպեսզի չնեղացնենք, արդեն հանգիստ թողնենք և առավոտ շուտ մի լավ հիացանք։ Սիրելի հետևորդներ ջան, հավերին դեռ բաց չեմ թողել, շատ ցուրտ է, ու եկել եմ զանգի ու զրանգի համար ճաշել, ջուրը եղման եմ հասցրել ու մի քիչ վերմիշել եմ լցնում, հետո կաթ եմ ավելացնելու, քանի որ մենակ կաթով չեն կշտանում, հա, դրա համար պիտի արդեն զբաղվեմ այլ սնունդ տալով, Այստեղ ամեն բան մաքուր է, սիրելի հետևորդներ ջան, հիմա սա խառնեմ, հենց որ մի քիչ կերան, արդեն կաթը կլցնեմ, կաթը որ բերեցին, երեք չեմ եփել, սառնարան էի դրել ու հիմա կեփեմ, այսպես, միշտ կաթը եփած եմ պահում, նույնիսկ սրցախցիկում 1 լիտր ունեմ, Այն անգամ 1 լիտրը պահել էի սարցախցիկում, բայց եփած։ Հենց որ հանում ենք, հետ աղալի, ինքը արդեն սովորական կաթ է լինում, հա, չի փչանում։ Դրան մոտ ինձ են սպասում։ Արդեն սովածացել են։
կանխի տակաթը, սիրելի հետևորդներ ջան։ Այստեղ արդեն եռում է։ Այստեղ է կմիացնեմ։ Ուժեղացնեմ։ Շատ լավ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այստեղ երկար չեմ մնում ձեր հետ։ Բարպետներ եկավ, սիրելի հետևորդներ ջան, շատ բարի։ Այս իջացրել եմ տակը, արդեն եփվել է։ Պիտի կոֆե եփեմ, հազիվ էստեղ եմ։ Ճիշտ է, կաթը չի եփվել, բայց այստեղ կլցնեմ, վերմիշելի հետ կեփվի։ Մի հատ կենդանիներից կերօգնեմ, որ իրանք չաղմկեն ու քնեն։ Այսպես։ Տեղափոխեմ այս մյուս կողմ, այդի մարմատ գնակի վրա, որ կոֆեն է եփեմ։ Այսպես, այստեղ ուժեղացնեմ։ Ամեն բան արագի մեջ կազմակերպեմ, այսօր գործը շատ է։ Տանը որ լինում ենք, ավելի շատ է մեր գործերը լինում, չէ։ Այսպես։ Ինչև ինքը կնախապատրաստվի, թե որ կողմից պիտի սկսի, կոֆեն էլ եփված կլինի։ Թուլիկների ճաշն էլ եփված կլինի, կաթն էլ եփված կլինի։ Ու կարելի ասել հունի մեջ կընկնեմ։ Այսպես։ Գալիս դուրը թակում է, դե արդեն գիտի, որ ես տանն եմ, ու արդեն ամեն բան իսկապես հունի մեջ հանքնում։ Կաթը արդեն բարձրանում է, առաջի հերթին կաթին հետևեմ չթափվի, կոֆեն պղպջակներ է հանել մյուս կողմում, թողնեմ եռան ինչպես միշտ, այսպես։ Անջատեմ, կաթը պատրաստ է։ Կոֆեին էլ հազիվ հասցրեցի, միաժամանակ 3 բան պատրաստեցի, այստեղ էլ թուլիկների ճաշը, կաթով վերմիշել, կարելի ասել պատրաստ է։ Կթողնեմ կհովանա, թուլիկները մի պահ հանգստացան, հենց որ վարպետը գալիս է, գնում են վարպետի ոտքերով էլ ենք սմսվում, ու ոնց որ թե խոհանոցի դռան մոտից գնացել են։ Այս էլ է պատրաստ։ Կոֆեն վերցնեմ ու գնամ։ Այսպես։ Մի հատ արի կոֆե խմենք, մին գործը մի սկսի էլի։ Եկա, ուրապա զանգին, կուտ, արի հատա, արի կուտ, արի, տոտիկը թանի, սիրեցին ես ճաշը, դավադ է, ես կողքնա,
Տոտիկը, անկարգ, բարձր պահեմ, այս ինձ հավիսով կիրանք, կուտել կքնեն ու մեզ չեն խանգարի, տոտիկըտ, այս ինձ պահենք, տոտիկները չպնեն ճաշի մեջ, դաստիրակ ենք մեր թուլիկներին, այս ինձ հավիսով կիրանք, սիրելի հետևորդներ ջան, կուտեն կքնեն ու հանգիստ կլինեն, լավ մեծացել են, էլ եք ուզում, ինչ եփել այսօր, կաթով վերհիշել շունիկներին, իսկ մեր համար կմտածենք, ես զգացի է, որ իրանք չկշտացան, զանգին ու զրանգին, թուլիկների տեղը սարքնեմ, որ քնեն արդեն, արի մուտի ջան, ջան, դի քնեցեք խելոք, ես չխանգարեք, հետևորդներին եք, պակա, 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 Ջուտիներ ջան, ոյ ծրտելա սիրելի հետևորդներ ջան, այն տայ ծառարևը կորավ մի անգամից ամբոտ էլա, այս թե ծուրտ ա, ընդհանրապես որ ամբոտում ա, մի քիչ տաք ա ալում, այս թե ծուրտ ա, եկեք ծրվեք, որ հանգիստ ուտեմ, այս է ինձ երկարությունով տալիս եմ, որ մեկը մեկին չխանգարի, եկեք, տիպո, փոքրերի խմբից սկսեցի, թուլիկներին կերակրեցինք իրար հետ, արդեն քնած կլինեն նրանք, ես մի վեդրո ծորելը, համ իրանց հահերի, համ հավերին, դմի իրանց պայը տվեցի, գնամ հավերին էլ տամ, Սիմա ջան, հլա դու գնա, Սիմա, ստեղ չմտնես, կաղան մուկ ես ստեղել, լավ, արի գնա, սյո, հավերին էլ կերակրեմ, սիրելի հետևորդներ ջան, ես էլ տակ ջուրը հավերի, հետո նոր վերջապես հերթը մեզ կհասնի ու կհասկանանք ինչ եփել այսօր, առավոտը շուտ ցուրտ էր, բաց չթողի, էդ էլ արևը որ կորավ, բայց թե պետք է բաց թողամ անպայման, ես լապատկեն միշտ դրան վրա հենում եմ ու բաց թողում հավերիս, ակնորիկներ, եկեք, այ, Այս օրերին ձու եմ հավաքել, սիրելի հետևորդներ ջան, մեկ-երկու հատոված էլ են, փառքաստով, այս էց, բնի ներսը տակա, իրանց շնչից տակացնում են, Նելին, սիրելի հետևորդներ ջան, արդեն պատրաստեմ մեր համար այստեղ եմ մոտեցրել իշխանձուկը, մաքրած կարտոֆիլ և երեկվոր սասինցկա է ասում, սա սարդենկան է, սովորենք չէ միշտ սասինցկա ասել, հիմա նորից ինձ օգնության է գալիս իմ գազօջախի սիրոնապատին, որպեսզի այստեղ աշխատեմ, բայց ինձ թվում է պետք է խոհանոցային սրբիչ փռը, որպեսզի ամեն դեպքում
ավելի լավ պահպանվի։ Ճիշտ է, զգուշ եմ աշխատում, բայց պետք է պահպանել մեր եղածը, չէ՞։ Այրոգրիլը պիտի միացնեմ, քանի որ ուզում եմ այրոգրիլի մեջ պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, այս պահին չեմ միացնում, ժամանակը չէ, քանի որ այստեղ պատրաստելու բաներ ունեմ եւ սա եմ բացում, ահա, կողքերը սկոճով փակածով, էդ էլ բացեցի, շատ բարի, 100 հատ կա այստեղ, սիրելի հետևորդներ ջան, 100 անգամ կարող ենք օգտագործել, ահա այսպիսին է, շատ հարմարավետ է, սիրելի հետևորդներ ջան, տեսախցիկը մոտեցրել եմ, որ ավելի հետարքիր լինի դիտելը ձեզ, կարտոֆիլը մաքրած, բոլորը այս ձևով, դանակով գծեր եմ քաշել, այս մեկն է մնացել, մի քիչ խորությամբ, այրոգրիլը դեռևս չեմ միացնում, քանի որ պետք է այս ամենը համեմվի, կարելի ասել 10-15 րոպե պետք է թողնեմ, ու նոր միայն կմիացնեմ, մի քանի ուտելիք եմ ուզում պատրաստել, քանի որ այստեղ բոլորն արդեն գծեր եմ քաշել, աղն եմ ավելացնում, այսպես, մի քիչ տարածեմ, այնուհետև աղացած չիլի պղպեղ, մի քիչ առատ եմ անում, նորից եմ թափահարում, շատ լավ է, ավելացնում եմ բուսայուղ, մի քիչ առատ թեկուզ չի խանգարի, և նորից, հիմա այստեղ ինքը լավ, կվերցնի թե աղը, թե չիլի պղպեղի համը, բուսայուղն էլ իրեն կքաշի այդ գծերով, հիմա սան իկում, այստեղ անձեռոցիկներ են պատրաստել, ինձ պետք կգա, չմոռանամ սև պղպեղը, որ քիչ էր մնում, թե մոռանայի, այսպես, մի քիչ էլ գծու լինի, չի խանգարել, փակում եմ նորից, խոնավություն չքաշի այստեղ, և նորից, դանակով, քանի որ բուսայուղն արդեն կաթիլները տարածվում են այդպես, այրոգրիլի մեջ դնելու ժամանակ մի հատ նորից կխառնեմ և իր բուսայուղով ու համեմունքներով կտեղավորեմ կարմրացնելու։ Հիմա անցնեմ զարձիլկաներին։ Սրանցից էլ ազատեմ։ Պես, հաջորդաբար և կհամեմեմ չիլի պղպեղով, սև պղպեղով, չի խանգարի մի քիչ էլ բուսայուղ ավելացնել։ 4 հատը բավական է, քանի որ ձուկ եմ պատրաստում։ Այսպես ազատեցինք այս ցելոֆաններից և հիմա կիսում եմ մեջտեղից, այդպես, շատ համեղ է ստացվում, կփորձեք սիրելիներս, զարձիլկայով համեմված,
այրոգրիլի մեջ։ Մի քիչ առաջ չի խանգարի, ըստ ճաշակի։ Ինչ? Ձեն են տալի, էսա եկայ։ Սիրելի հետևորդներ ջան, 1 րոպե, հիմա կգամ։ Ես եկա շարունակեմ այս համովությունը, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես, նորից սև պղպեղ բացեմ։ Մի քիչ համեմ եմ։ Շատ քիչ բուսայով, քանի որ հավանաբար կարտոֆիլի վրա կդնեմ սրանց։ Թեթևակի։ Սարձիլկանել է համեղված սիրել հետևորդներ ջան։ Այս են սիրուն տեսք ունի։ Քանի որ դուրսը մի քիչ եղանակը մռայլ է, սենյակին է փոխանցվում, բայց ներսում ջերմություն է։ Հիմա ձուկը։ Ձուկն էլ համեմ եք, հետո այրոգրիլ կմիացնեմ։ Այսպես։ Մոտեցնում եմ դասկան։ Ապակի դասկա է, սիրելի հետևորդներ ջան։ Եվ իշխան ձուկը։ Սա արդեն կարող եմ այս կողմ բերել։ Եվ զբաղվեմ իշխան ձուկը համեմելով։ Այսպես, ընտիր։ Քանի որ ես ձուկը աղ չեմ դնում նոր սառցեղցիկում տեղավորում, հիմա աղ կցանեմ։ Այսպես։ Երկու կողմից։ Մի քիչ էլ փորից։ Շատ լավ է մնացել այս օրերին սառցեղցիկում։ Ասեմ, որ սա այն մեծը չէ, էլի ունեի, գիտեք, որ ձուկ շատ եմ սիրում, և կարելի ասել մշտապես ունենում եմ իմ սառցեղցիկում։ Այսպես։ Բայց ոչ կարելի է կտրել մի քիչ։ Թևիկները կթողնեմ, չի խանգարի։ Մի հատ կտրեմ, պոչը հեռացնեմ, ու նոր կսկսեմ համեմել։ Դարձան պոչակ ձկնիկ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ կտրել ու նոր միայն ավելացնել նորից չիլի պղպեղ։ Սրանք կարելի է և 4 մասի բաժանել, ահա տեսեք, կարելի է և 3 մասի բաժանել, կարելի է և ավելի մանր կտորների բաժանել, բայց հիմա սիրելի հետևորդներ ջան, շատ մանր կտորներով ես չեմ սիրում և մանրեցնեմ։ Այսպես, կարմիր իշխանն է սիրելիներս։ Կարծում եմ սա հոստանարդն ավելի լավ կկտրի։ Եվ սա մի կողմ։ Մեկ այստեղից և կունենամ 4 կտոր։ Այսպես պահում եմ ձեռքով։ Հենց որ ողնաշարը կտրվում է, բարձրացնում եմ և կարիք չի լինում շատ դասկային քսել դանակը։ Ընկիր։ Լավն է, շատ լավն է։ Կարմիր իշխան, համով։ Վարպետը գործի անում, սիրելի հետևորդներ ջան։ Ես էլ արդեն ուտելիքը պատրաստ եմ։ Ձեզ էլ հավեսի բերեմ, ասելով ինչ եղել այսօր։ Ահա, կարող եք ձուկ պատրաստել, սարձիլկա պատրաստել, կարտոֆիլ պատրաստել։ Իսկ եթե դուք էլ ինձ նման կենդանիներ եք պահում, կարող եք
կաթով վերմիշել պատրաստել։ Եվ ձեր կենդանիները շատ գոհ ու շնորհակալ կլինեն ձեզանից։ Այսպես, դեռևս ձեռքերս չեմ ուզում լվանալ, քանի որ այստեղ էլի պիտի աշխատեմ։ Այսպես տարածում եմ, մի հատ իրենից կպչի, հա, և շրջում եմ, զգուշորեն։ Նորից եմ համեմում։ Այսպես, մատերով տրորում ենք, տարածում ենք։ Հրաշալի։ Որից հետո ձեռքերս կլվամ ու այրոգրիլը կմիացնեմ։ Պարտադիր պետք է այրոգրիլը թողնել 15 րոպե տաքանա, այնուհետև պատրաստել այն, ինչ որ ուզում ենք։ Մինչև կտաքանա այրոգրիլը, այս էլ համերը կքաշի իրան, այս բոլորը։ Հիմա չեմ ուզում շատ կպչել, բայց ամեն դեպքում այսպես փորձեմ։ Ահա, այս երեք ուտելիքները։ Ատիր։ Արդեն այրոգրիլը միացնեմ։ Այստեղ նշվում է, որ 15 րոպե պիտի տաքանա։ Սպասենք 15 րոպե։ Սիրելի հետևորդներ ջան, դեռևս 6 րոպե կա կարտոֆիլը հանելուց, բայց դա չի խանգարում, որ այրոգրիլը անջատենք և մեր ուզածը անենք։ Մոտեցնեմ, տեսեք, տեսքը ինչքան լավն է։ Ընտիրություն։ Ու այդ 6 րոպեում արդեն սարդելկաներն եմ ուզում շարել, ահա տեսեք։ Եվ շարում եմ կարտոֆիլի վրա։ Հենց որ միացնում ենք, ինքը նույն ձևով շարունակվում է ու ոչինչ չի խանգարում իր գործունեությանը։ Այսպես։ Ձուկը նույնպես թեթևակի բուսայուղով թաթախել եմ և արդեն հաջորդը ձուկը կպատրաստեմ։ Ուզում եմ մոտեցնել, տեսք այսպես տեսնեք։ Ահա սիրելի հետևորդներ ջան, և հիմա տեղափոխեմ այրոգրիլի մեջ։ Ինքը ավտոմատ միանում է արդեն։ Այսպես։ Եվ շարունակում է։ Ահա։ 200 աստիճանի տակ և մնացել է 6 րոպե։ Այդ 6 րոպեն էլ սպասեմ և պատրաստ կլինի։ Հաջորդը կլինի արդեն իշխանձուկը համեմված։ Ընտիրություն։ Համություն։ Ահա սիրելի հետևորդներ ջան, մոտեցնեմ, տեսեք ինչքան լավն է։ Կարտոֆիլը սարդելկայով այրոգրիլի մեջ։ Հիմա սահանեմ այս սիրունափսերի մեջ և արդեն հաջորդը կլինի իշխանձուկը նորից այրոգրիլի մեջ։ Մի տեսեք ոնց է խորովել, ընտիր։ Այսպես։ Հավեսով։ Հետո կարտոֆիլները։ Շուրջբոլոր կարմրել է, սիրելի հետևորդներ ջան, ահա,
Մոռացա, թե սրանց էլ պտտեմ և ցույց տամ։ Ու նաև լավ եփվել է, այսպես որ սեղմում եմ, ինքը զգացվում է, որ եփված է։ Ահա, բոլորը կարմրել է տակը։ Այս մեկնելու։ Հիմա սիրելի դեպքերում թուղթը հանեմ, իր ողը մի քիչ ուզում եմ լցնել կարտոֆիլի վրա, այրոգրիլը մաքուր է ինչպես միշտ, այսպես, անտիր, սա արդեն պատրաստ է, թուղթը փոխում եմ, որպեսզի ձուկը եփվի արդեն, ձուկը խորովվի։ Թուղթի մեջ պատրաստ եմ, սիրելիներս, բայց ուզում եմ, որ ավելի կոկիկ պատրաստել։ Ահա, մի ձևով, մաքուր։ Այսպես, ձուկն է գիտեք, որ նույնպես շատ արագ է պատրաստվում, 20 րոպեից պատրաստ կլինի։ Անտիր։ Մինչև որ ձուկը կխորովի այրոգրիլի մեջ, սիրելի հետևորդներ ջան, ահա, ես էլ արդեն ունեցած ուտելիքները կպատրաստեմ, սեղան կբացեմ, հա։ Ձգի ռեժիմի վրա, ջերմաստիճանը 200 և գնաց 25 րոպե։ Ձուկն էլ արդեն պատրաստ, սիրելի հետևորդներ ջան, սիգնալը տվել է և անտիր խորովել է, այո, մոտեցնեմ, սամիկոն, խնդրեմ, կարող եք դուք նույնպես փորձել այս տարբերակով, ահա թե ինչ է փել այսօր, թղթիկ չի կպել, սիրելի հետևորդներ ջան, դե շատ խրթխրթան, խորովել է ձուկը, այս կողմից, գեղեցիկ վերցնեմ, այո, խնդրեմ սիրելի հետևորդներ ջան, հենց այս ձևով էլ մատուցում եմ, ոչ սոխ եմ կտրում, ոչ էլ կանաչի, ինչքան համեմունք արել եմ, իրեն տեղատեղին հերիք է, բայով չլցնեմ, սպես, ընտիր, թուղթն էլ չի այրվում, սիրելի հետևորդներ ջան, և այրոգրիլն էլ մաքուր է մնում, ուղղակի թեթևակի սրբել է պահանջում, հիմա տանեմ մատուցելու, սիրելի հետևորդներ ջան, եթե այս պահին դուք էլ մի որևէ համովություն եք պատրաստել ճաշակելու համար, բոլորիս բարյախորժակ։